Այո, ինքը նոր լիցք մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ հայ առաքելական եկեղեցու կողքին ենք, հիմա էլ շարունակում ենք հայտարարել, որ հայ առաքելական եկեղեցու կողքին ենք։ Տեսնենք process-ները ինչպես կզարգանա, մենք նախորդ դեպքերում մեր անհամաձայնությունն ենք հայտնել հրապարակային իրենց գործողությունների դեպի մայրաթոռը, հիմա էլ ենք հայտնում, ընթացքում երևի արդեն ցույց կտա, ամեն դեպքում իմ մտավախությունները արդարացվեց, որ եթե իրենք հասնեն հաջողության, հաջորդը լինելու է դա եւ այն մտավախությունը, որ շատ վաղաշապացիներ, նաեւ խոհեցիներ դարձան պարզապես գործիք Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահերը սպասարկելու համար, որի համար շատ ցավում եմ, մենք շատ խոսեցինք դրա մասին, շատերի հետ փորձեցինք զրուցել, ասել, որ մի ներգրավեք, որովհետեւ դուք դա ձեզ համար չեք անում, դուք ծառայում եք չարին, դուք ձեր մեկ ձայնով պարզապես ջուր եք տեսնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին իր հրեշավոր ծրագրերին։ Մանրամասնեք եւ մենք դիտարկում հաշվի առնելով, որ ԿՊ-ում նոր չի այսպես խաղողներին ուրանալու այս ակցիան, ձեր հարաբերությունները սպառնը, որ ինչպիսին են Պապոյանի ընտանիքի հետ, կսպասենք, որ Պապոյանը ցնծության բաղին կմոռանա այսպես ձեր բարեկամական նկատերը, հարաբերությունները եւ օրինակ ռոբասերժական ներին ջախջախիչ պարտության մասին դրաման մեջ նկատի ունենան այդպես։ Այո, ես Գևորգ Պապոյանի եւ կնունքի քավորն եմ եւ հարսանիքի քավորն եմ, բայց կարծում եմ սա քաղաքական ամեն դեպքում կատեգորիա չէ, թույլ տվեք ես այդ դաշ չմտնեմ, այդ բոլոր հարցը։ Դե ով մտել է հարցրեք իրան, խնդրում եմ այդ հարցը տակ իրեն։ Ես թույլ տվեք, մեր հարաբերությունները շատ վաղուց սառեցված են, մենք հարաբերություններ ընդհանրապես չունենք, մնացած հարցերի հետ կապված բարոյական կողմի եւ մնացած հարցերը խնդրում եմ տվեք իրեն։